Շրջվի կողքինիդ ասա շատ հրաշալի տեսք ունես։ Աուգստոն։ Բայց հա? Դուր աուգստը դուր։ Կարճա։ Բայց ասա շատ չոգևորվես։ Որովհետև մեր մեջ ներկա է ամենակարևոր անձնավորությունը։ Շնորհակալ ենք Տիրոջը բոլոր եղբայրների, քույրերի համար, նրանք ովքեր այսպես կոչված երևելիներ են, բայց մեր մեջ ներկա է ամենակարևոր անձը, մեր սքանչելի Տեր Հիսուս Քրիստոսը, դա ինքն է խոստացել, դեռևս երկրի վրա ապրելով, հիշում եք, չէ՞, նա դեռևս երկրի վրա էր, որ այս խոսքեր ասեց, որտեղ որ 2 կամ 3 հոգի հավաքվեն իմ անունով, ես այնտեղ ներկա եմ, եւ սրանով նա հռչակեց իր աստվածությունը, իր ամենուրեկությունը, փառք Տիրոջը, ասել եմ, նորից կկրկնվեմ, չգիտեմ ինչու է Տերը այսպես արել, թաքցրել է իրեն կարծես, ինքը պիտի չերևա, բայց մենք պիտի հավատանք նրան, ես երբեմն մտածում եմ, ասում եմ, սիրելի Տեր, սքանչելի Տեր, ախր չէ որ կարաս ձեռքդ երկնքից սենց մեկնես, մատը թափ տաս, այս երկրի իշխանների վրա ասես, այս ինչ է կանում, կարաս դեմքդ սենց իջացնես երկրի վրա ասես, լսեք, ես կամ, կարա չէ ան, ինքը ինքնիշխան է, ինքը ամեն ինչ իրա ձեռքերի մեջ է, բայց ինքը կանոն ա դրել, որ ինքը պիտի չերևա, բայց մենք պիտի հավատանք, ամեն, օրհնյալ լինի մեր Տերը, մենք հավատում ենք մեր Աստծուն, եւ ոչ միայն հավատում ենք, մենք պաշտում ենք մեր Աստծուն, որի անունն է Տեր Հիսուս Քրիստոս, Սուրբ Գիրքը ասում է, որ Աստված նրան մի անուն տվեց, գիտեք, ես Սևակ եղբայրը խնդրել է, որ թե երգ, թե խոսք, հուսով եմ, որ գիտեմ, որ խոսքի բաժնից մարդիկ շատ քիչ բաներ են հիշում, ու իմ պրակտիկայից եմ ասում, չգիտեմ, կարող է տարիներ առաջվա քարոզներից ինչ-որ մեկի ինչ-որ բան հիշեմ, դաժե երբեմն քո քարոզածից ինչ-որ բան չես հիշում, բայց վկայությունը և երկրպագությունը երգը մարդիկ միշտ հիշում են։ Այս են եղբայրն այն, որ վկայում էր իրա են գործվա, այս են եղբայրն, չեն ասում, այս են եղբայրն, որ դոկտրինաներ էր տալիս, կետ առ կետ, առաջի կետը սա, երկրորդ կետը նալել, չէ, ասում են, այս են եղբայրն այն, որ եկավ վկայեց, որ խեղդվում էր ծովում, բայց Աստված իրան հանեց և կյանք տվեց, այդպես են հիշում, փառք Տիրոջը, ուրեմն, այսպիսի հրաշալի մի բան, որ Տերը դրեց այդ կանոնը, որ ինքը ուղղակի պիտի չի երևա, բայց մենք պիտի հավատանք ու պաշտենք Տիրոջը։ Եվ էլի եմ ասում, երեկ էլ կարծես ասեցի, գրված է, որ Աստված չի ապրում ձեռագործ տաճարների մեջ։ Մենք հայերս միշտ սիրում ենք, չէ՞, ուր գնում ենք, ասում առաջինը ինչն են սարքում, եկեղեցին են սարքում։ Բայց Սուրբ Գիրքը ասում է, որ Աստված, շնորհակալ ենք այդ աղոթատների համար, բայց Սուրբ Գիրքը ասում է, որ Աստված չի բնակվում ձեռով շինված տաճարների մեջ, ձեռագործ, այլ բնակվում է անձեռագործ տաճարների մեջ եւ ուղիղ համեմատական է մարդու հետ։ Մենք ենք այդ անձեռագործ տաճարները։ Ես եւ դու, եղբայրս ու քույրս, եւ երբ որ շրջվեք իրար աչքերի մեջ նայեք, գուցե գտնեք Տեր Հիսուսին։ Հա? Գուցե գտնենք այդ Աստծուն, հա? Եթե մենք կարողանանք գտնել մեր փրկչին, մեր քրոջի, մեր եղբոր մեջ, մենք կկարողանանք ըմբռնումով մոտենալ այն բոլոր սխալներին, որ հանկարծ երբևէ նկատվում է այդ անձնավորության կողմից, չէ՞։ Հայերեն բոլորս հասկանում ենք, չէ՞, թարգմանության բան կար, եթե հանկարծ ինչ-որ բառ չհասկանաք, որովհետև կարող է ինչ-որ լիտերատուրնի բառ ասեմ, եթե չհասկանաք, տեղից հուշեք, լավ, որ այս ինչ բառը ինչ է նշանակում։
Լավ։ Փառք Տիրոջը։ Փորձենք միասին երգենք, Տիրոջը երկրպագենք, սիրելիներս։ Պիտի խնդրեմ, որ ուղղակի ոտքի վրա բոլորս երկրպագենք Տիրոջը։ Բարձրացրել եք երեխեք։ Բացանա Տեր Աստված երկինքը իմ հոգու համար և լցրու իմ սիրտը Սուրբ Հոգու կրակովանման Բացանա Տեր Աստված երկինքը իմ հոգու համար որ լցվեմ քո հոգով ու գործեմ քո փառքի համար Բացարա Տեր Աստված երկինքը իմ հոգու համար և լցրու իմ սիրտը Սուրբ Հոգու կրակովանման Բացարա Տեր Աստված երկինքը իմ հոգու համար որ լցվեմ քո հոգով ու գործեմ քո փառքի համար որ ճանաչեմ քեզ իմ Աստված զոհաբերվեմ քեզ իմ Աստված որ քեզ սիրեմ ով իմ Աստված քեզ սարայեմ հոգով վարվան Господь, Ты открой небеса для моей души. Дух Святой, наполняй святостью все мои пути. О Господь, я прошу для меня небеса открой и неправды мои грехи милостью покрой. Хочу познать Тебя, мой Бог, хочу я быть у Твоих ног, Тебя любить, не отступить всю жизнь мою. Тебе служить. Շնորհակալ ենք Եթե ռևերբ կա, մի քիչ ռևերբ դրեք Որ ճանաչեմ քեզ, ով իմ Աստված, զոհաբերվեմ քեզ, որ քեզ սիրեմ, ով իմ Աստված, քեզ ծառայեմ հոգով վարված, ապա փորձենք միասին, որ ճանաչեմ քեզ իմ Աստված, զոհաբերվեմ քեզ իմ Աստված, որ քեզ սիրեմ, ով իմ Աստված, քեզ սարայեմ, հոգով վարված։ Ամեն։ Ապա փորձենք ակապելայով, որ ճանաչեմ քեզ իմ Աստված, զոհաբերվեմ քեզ իմ Աստված, որ քեզ սիրեմ,
ով իմ Աստված քեզ ծառայեմ հոգով վարվար Հարկ Տիրոջը Հալելույա Սուրբ Հոգին սիրում է քեզ, Սուրբ Հոգին կտիրի քեզ, եթե ուզես։ Սուրբ Հոգին հատվում է քեզ, Սուրբ Հոգին կգրկի քեզ, եթե ուզես։ Միայն խնդրիր դու նրան, դե արի Սուրբ Հոգի ու ընդունիր քո սրտում որպես Տեր փրկություն եւ օրհնություն միայն խնդրիր դու նրան դե արի Սուրբ Հոգի ու ընդունիր քո սրտում որպես Տեր փրկություն եւ օրհնություն Սուրբ Հոգի կդանի քեզ ու կդարձնի նա քեզ ես եթե ուզես կվարի նա քո կյանքում սիրո լույսը քո սրտում եթե ուզես քո ճամփան նա կհարթի ու քեզ երկինք կտանի եթե ուզես քո ճամփան նա կհարթի ու քեզ երկինք կտանի եթե ուզես միայն խնդրիր դու նրան դե արի Սուրբ Հոգի ու ընդունիր քո սրտում որպես Տեր փրկություն եւ օրհնություն ապա բոլորս միայն խնդրիր դու նրան դե արի Սուրբ Հոգի ու ընդունիր քո սրտում որպես Տեր փրկություն եւ օրհնություն միայն խնդրիր դու նրան դե արի Սուրբ Հոգի ու ընդունիր քո սրտում որպես Տեր փրկություն եւ օրհնություն միայն խնդրիր դու նրան դե արի Սուրբ Հոգի ու ընդունիր քո սրտում որպես Տեր փրկություն եւ օրհնություն որպես Տեր փրկություն եւ օրհնություն որպես Տեր փրկություն եւ օրհնություն Ամեն փառք Տիրոջը կարող եք մի քիչ ցածր անել միկրոֆոնի ձայնը որ շատ բան չանի Հալելույա Հրաշալի է չէ Տիրոջը երկրպագի ժողովուրդ ջան Այն երկերը որ գիտեք միացեք այն էլ որ չգիտեք սովորեք որ միանաք Լավ Տեր Հիսուսը մի առակ ասեց որ մի թագավոր խնջույք արեց եւ ասեց իր ծառաներին որ գնացեք եւ կանչվածներին հրավիրվածներին ասեք թող գան որովհետեւ ամեն ինչ պատրաստ է եկեք ու վայելեք բան չկար էլի անելու այդ կանչվածներից ոչինչ կախված չէր ոչ մի բան պետք չէր որ իրանք անեին իրանք պետքա մենակ արձագանքեին այդ կանչին իրանք պետքա ներս մտնեին ուղակի
Որոշները հրաժարվեցին, էս եմ արել, են եմ արել, չէ, ինչ որ մեկը ամուսնացել էր։ Գիտեմ, որ ամեն Կիրակի ինչ որ մեկին դուք ամուսնացնում եք, չէ։ 10 քանի տարվա ամուսնացածներին նորից օրգնում եք։ Հաջորդը ում վրա եք մատ դրել, ասեք, Ռոմանան պսակված էր, եկեղեցու պսակված եք դուք։ Պարտիրոջը։ Վերջապես շատերը ասեցին, դե ամուսնացել եմ, մեկը ասավ, ես եմ արել շատ կարևոր գործեր, ես էլ արել պետքա տաներ փորձեր, էլի անհետաձգելի գործեր։ Վերջապես այսպես շատերը հրաժարվեցին եւ Տերը ասեց, ախ, ասեց, դե որ այդպես է։ Գնացեք փողոցների ծայրերը, դուրս եկեք, ով հանդիպի, կույրեր, կաղեր, հաշմանդամներ, հա, բոլորին ով աչքներդ ով կտրի, ասեք թող գան։ Եվ այդպես էլ արեցին, եղբայրները գնացին, բոլորին հավաքեցին, եկեք, դրանց էլ ինչ է պետք, չէ։ Ես հանկարծ ինձ գտնում եմ դրանցից մեկի մեջ։ Ինձ ինչ էր պետք։ Կույր էի, աչքերս ուզում էի տեսնել, ուզում էի գտնել, ուզում էի մասնակցել, միաբանվել, մտնել այդ միաբանության, այդ սիրո մթնոլորտի մեջ եւ արձագանքեցին, շատերը արձագանքեցին, եկան մտան, բայց կար մեկը, որ շատ մի անտարբեր անձնավորություն էր, արձագանքել էր կանչին, բայց համապատասխան հանդերձը չէր հագել եւ եկան ասեցին, «Էս ով քեզ թող, ոնց դու ներս մտար, էս ինչի՞ է քո հանդերձները այսքան տարբեր, բոլորինը նույնն է, բայց քոնը տարբեր է»։ Կարծես ուղիղ համեմատական է, երբ որ մարդը գալիս է Աստծո տուն, աղոթատուն, եկեղեցի եւ տարիներով նույնն է։ Փոփոխություն չի լինում։ Բոլորը հանդերձները փոխում են, բոլորը իրանց կյանքում փոփոխություն են ապրում, բայց այդ ինչ որ մեկը կամ ինչ որ մի քանիսը չեն փոխվում։ Նրանք նույնն են։ 10 տարի առաջ տեսել եմ այդ ազնվորությունը, ցանը նույնն է։ Այսօր հանդիպում եմ, էլի նույնն է։ Ախր դու նույնը չպիտի մնաս։ Դու պիտի հանձնվես, դու պիտի սիրտդ բացես Տիրոջ առաջ։ Դու պիտի աճես, դու պիտի կապ ունենաս Սուրբ գրքի հետ եւ աճես։ Ամեն։ Եվ դաժան մի բան եղավ։ Ցավ է, բայց իրականություն է։ Ասեց կապեք սրան, կապեք եւ գցեք դրսի խավարը, որտեղ կլինի լաց ու ատամների կրճտոցը։ Մի երգ կա, կուզեմ միասին երգենք։ Շատերն են կանչված հարսանիքին, բայց քչերը կլինեն խնջույքին։ Կանչված հարսանիքի, քչերն են լինելու խնջույքի, ով ջերմակ հանդերձ ունի, նա էլ երկինք կմտնի, ով ջերմակ հանդերձ ունի, խնջույքին կմասնակցի, ջերմակ թող լինեն, հանդերձներ տոված, գլխիդ յուղը թող չպակասի, ով Քրիստոսի հար։ Ջերմակ թող լինեն, հանդերձներ տոված, գլխիդ յուղը թող չպակասի, ով Քրիստոսի հար։ Քանզի Հիսուսն է գալու, մեզ երկինք է տանելու, երկնքում մեզ խնջույք է լինելու։ Քանզի Հիսուսն է գալու, մեզ երկինք է տանելու, երկնքում մեզ խնջույք է լինելու։ Հիշեք այն իմաստուն կույսերի, որ լապտերում շատ յուղ ունեի, քանի ուժ չպատրաստվի, լապտերում յուղ հավաքիր,
քանի ուշ է պատրաստվի Հիսուսին դիմավորի ջերմակ 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 թող լինեն հանդերձներ տոհա գլխիդ յուղը թող չպակասի ով Քրիստոսի հա ջերմակ 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 թող լինեն հանդերձներ տոհա գլխիդ յուղը թող չպակասի ով Քրիստոսի հա քանզի Հիսուսն է գալու մեզ երկինք է տանելու երկնքում մեծ խնջույք է լինելու քանզի Հիսուսն է գալու մեզ երկինք է տանելու երկնքում մեծ խնջույք է լինելու ջերմակ 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 թող լինեն հանդերձներ տոհա գլխիդ յուղը թող չպակասի ով Քրիստոսի հա ջերմակ 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 թող լինեն հանդերձներ տոհած գլխիդ յուղը թող չպակասի ով Քրիստոսի հա քանզի Հիսուսն է գալու մեզ երկինք է տանելու երկնքում մեծ խնջույք է լինելու քանզի Հիսուսն է գալու մեզ երկինք է տանելու երկնքում մեծ խնջույք է լինելու քանզի Հիսուսն է գալու մեզ երկինք է տանելու երկնքում մեծ խնջույք է լինելու քանզի Հիսուսն է գալու մեծ երկինք է տանելու երկնքում մեծ խնջույք է լինելու երկնքում մեծ խնջույք է լինելու երկնքում մեծ խնջույք է լինելու ամեն փառք Տիրոջը թող Աստված օրհնի ձեզ մի քանի րոպեով կարող եք նստել ես գիտեմ որ ռևերբը փագի ես գիտեմ որ անverջ կարելի է ուղղակի երգել երկրպագել Տիրոջը երկրպագության ժամանակ կարծես երկինքը տեղափոխվում է երկրի վրա եւ դու մոռանում ես ժամանակ ժամեր երեք էլ եղբայրներից մեկը ասում է շատ հետաքրքիր է որ 3 ժամը այնպես թռավ որ իրոք չհասկացանք որ այ հավիտենությունը մոտավորապես տենց մի բան է մոտավորապես տենց մի բան է որ ասում են այ ոնց կլինի հավիտյան տեն փառաբանենք երկրպագենք ոնց ալնելու դե մարդու մտքին ուղեղին անհասանելի բաներ Աստված ասում երբեմն բայց փառք Տիրոջը գրված է այն ինչ որ մարդու աչքը չի տեսել ական գիտես ինչ եղբայրներ քույրեր երբեմն լսում եմ անznավորություններ ովքեր կարծես թե գնում են երկինք գալիս են ու ինչ որ բաներ են պատմում ընդեից չգիտեմ անկեղծ չեմ կարողանում հասկանալ որովհետև Սուրբ Գիրքն ասում է մարդու աչքը չի տեսել ականջը չի լսել եւ Աստված պատրաստել է իրան սիրողների համար ես մտածում եմ գուցե ժամանակի մեջ սավառնում են իրանց տեսիլքներով, կլինիկական մահով, գուցե ինչ որ բաներ են տեսնում, բայց Պողոս Առաքյալը անգամ այդ մեծ անձնավորությունը մենք իր շուքի ներքո չենք կարա էլ իսկ Երևան եղբայրներ քույրեր, ասում է ես այնտեղ այնի եղել էր, ասում է ես այնտեղ բաներ լսեցի, չի ասում տեսա, ասում լսեցի, որոնց մասին արժան չի այստեղ խոսալ, արժան չի, բայց կա տենց բան, որ մարդիկ գնում գալիս են ինչ-որ բաներ են պատմում, այս տեսա, այն տեսա, չգիտեմ, ինչ-որ բազդարների օր ա եղել, հրաշալի է, բան չունեմ ասելի, էլի, չեմ կարող։ Երևակայությունը մարդու շատ վառ է, բարձր, այսպես ասած, հավմակարդակի վրա, բայց մենք ունենք Աստծո խոսքը, որին պիտի ապավինենք, վստահենք եւ նրանով աճենք, Պետրոս Առաքյալը կասեր, դեպի փրկություն։ Դեպի փրկություն։ Ամեն։
Եվ Աստծո խոսքի մասին ես մի պահ էսի կանջատեմ, հա։ Թող մնա մոտս, չէ, թող մնա մոտս։ Ես հետո կմիացնեմ։ Աստծո խոսքի մասին կուզեմ անդրադարձ ունենամ, ասեցի, որ անverջ կարելի է երկել երկրպագել, բայց քանի դեռ մենք երկրի վրա ենք, չգիտեմ, ես բեմնա բարձր, թե ես եմ բարձացել ինչ-որ, հա։ Հա։ Մի քիչ հեռվից խոսամ, որ մի քիչ շատ բարձր չերևամ, էլի։ Նայեք, քանի դեռ երկրի վրա ենք, մենք ունենք մեզ այդ Աստծո խոսքը եւ պիտի կարողանանք կարճած մնալ Աստծո խոսքից, մեր սրտերի մեջ դնել Աստծո խոսքը, մեր մտքերի մեջ դնել, մեր շուրթերի վրա ունենանք Աստծո խոսքը։ Ես ծառայողական հավաքույթի ժամանակ մի կարճ անդրադարձ ունեցա Աստծո խոսքի հանդեպ ունեցած մեր վերաբերմունքին, կուզենամ, որ այսօր էլ մենք բոլորս, քանի որ մի ընտանիքի պես ենք, շատ մի մեծ ժողովուրդ էլ չենք, այստեղ հավաքված, կուզենամ մեր սրտերի մեջ սա դնենք, որ մեր կապը Աստծո խոսքի հետ ամրանա։ Աստծո խոսքի հետ մեր կապը ամրանա։ Ես գիտեմ, որ մանավանդ տղամարդիկ շատերս կարդալ չենք սիրում։ Կարդալը չենք սիրում։ Ես օրինակ լսելն եմ ավելի շատ սիրում, քան կարդալը, բայց եզակի գիրքը, որ իմ կյանքում եղել է, որ սկզբից մինչև վերջ կարդացել եմ, դա Աստվածաշունչն է եղել, Աստվածաշունչը։ Եվ այնպես է եղել, որ ամբողջ Սաղմոսների գիրքը, 150 Սաղմոսների գիրքը, ասես մի շնչում այսպես կարդաց է անցել եմ, Տեր Աստված, հալելույա։ Եվ դու ինչքան որ կապ ես ունենում Աստծո խոսքի հետ, որովհետև ինքը կենթանի խոսք է եւ կենթանի է իրան գրողը, որովհետև Սուրբ Հոգուց ներշնչված գրեցին առաքյալները, Սուրբ Հոգին է գրել եւ այդ կենթանությունը գալիս է քո մեջ։ Այդ կյանքը գալիս է քո մեջ։ Ուզում ես քո մեջ կյանք ունենաս, Աստծո խոսքն է այդ կյանքը։ Իսկ Աստծո խոսքը ով է? Հովհաննես 1:1։ Կարող ենք ասել, սկզբում էր բանը, եւ բանը Աստված էր, եւ բանը Աստծո մոտ էր։ Ով է այդ բանը? Սլովը, դա մեր Տեր Հիսուս Քրիստոսն է։ Ամեն։ Այսինքն շփվելով Աստծո խոսքի հետ, մենք շփվում ենք ում հետ? Տեր Հիսուսի հետ։ Անտարբեր լինելով Աստծո խոսքի հանդեպ, անտարբեր ենք ում հետ? Ցավը, բայց ճշմարտություն է։ Եվ միևնույն ժամանակ եղբայրներ քույրեր, քնելը թավը չի։ Ժողովուրդ, չքնեք, վեր կացեք։ Ասма դրան վեր կացրու, ասма դու քնացել ես, դու էլ արի վեր կացրու։ Ես գիտեմ, որ Աստծո տան մեջ խաղաղություն կա, հանգստություն կա, այն որ տանը չես կարեցել, քնես ուզում ես գազ եկեղեցու, քնես, բայց դրա ժամանակը չի։ Նայեք։ Բա մի անգամ էլ տենց որ քարոզիչներ դեր անցած անգամ որ Շեպսիում էինք, Սոչիում մեզ հրավիրեցին, ուրեմն տարբեր եկեղեցիներ հրավիրեցին, եղբայրներից տարբեր մարդիկ պետքա տարբեր եկեղեցիներ գնային, հենց ստացվեց, որ մի հատ տենց նոր սկսնակ եկեղեցի ինձի հրավիրեցին, եղբայրներից մեկի հետ, մենք ուզեցանք գնանք, մեկի եղբայրները իմացան, որ մենք ընդ ենք, իրանք էլ որոշեցին գան, այ ախպեր ջան։ Ու տենց մի 8 թե 9 հոգի եղբայրներ հավաքվեցինք, որ մենք եղբայրներով ավելի շատ էինք, քան այդ եկեղեցու անդամները, էլի։ Ճոգում ես։ Հիմա այս եկեղեցու առաջնորդն էլ հայ տղա է, բայց ռուսախոս է, էլի։ Դե պիտի ամեն մեկին ստիպված ամեն մեկին մի հատ ողջունի խոսք պիտի տա, բայց ընդհանուր основной падգամը իմ վրա է, մեկը եղբայրներից մեկը պիտի ողջունի խոսք ասեր։ Հիմա այս եղբայրներին ասավ կարճ ամեք այդ խոսացեք, եղբայրներս դե եղբայրներին ոնց կարելի է կարճ այդ микрофона տալիս ես ու всё, գնա, ասում չէ։ Ասма отдай микрофон, ասма нет, потому что если отдам, оправдан не дашь мне։ Վերջը, եղբայրները սկսեցին իրանց քարոզները տալ, ողջունի խոսք են էլի ասել։ Վերջը եկավ հերթը հասավ արդեն ինձ, դե ժողովը արդեն պրծնում է էլի։ Հերթը հասելա նորից, մի հոգի էլ կա, հələ դեռ որ պետք է ինձանից հետո ապաշխարության կոչ անի,
Այնա մեր Հակոբն էր, դե նստած էր, մեր կացար ասի, Հակոբ ջան ասեցի, հանկարծ տեղ չգնաս ասեցի, մախի ասի, որտեղ ինձանից հետո դու ես կարոզել։ Այս ժողովուրդը ու տենց ելնում է էլի, որ մեկը տենց երկարացնում է աղոթքը, աչքերը փակ տենց երկարացնում է բանը, ժողովուրդը հոգնում է, դե հատ դուրս են գալիս։ Հատ դուրս են գալիս, մեկը որ աչքերը բացում է, տենում է մեկը նստած է, ի ասում, այս ժողովուրդն ուր է։ Ասում է դե այնքան երկարացրեցի, թողեցին գնացին սա։ Բադուխ ես մնացի, ասում է քեզանից հետո ես պետք է քարոզեմ։ Հիմա չգիտեմ ինձանից հետո քարոզող կա սեվա։ Թող ինքը մնացածն ազատեն։